Այսօր շատ հայ տղաներ գտնվում են արտերկրում, սակայն չեն կարողանում Հայաստան վերադառնալ, որովհետև կամ գտնվում են հետախուզման մեջ, կամ էլ վախենում են դատվելուց և չգիտեն օրենքները, թե ինչ պետք է անեն։ Այսօր օրենքները այնքան արագ են փոխվում, ինչպես նաև շատ արագ են փոխվում և վճարման կարգը, ինչպես նաև և տղաների տարիքային սահմանը։ Այն անձը, որը խախտում չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, գտնվում է արտերկրում և չունի օրենքով սահմանված ազատման կամ տարեկետման հիմքեր, ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի համաձայն ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Նման անձանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում և Հայաստան վերադառնալիս կամ արտերկրում հայտնաբերվելիս նրանք կալանավորվում են։ ՀՀ օրենսդրության համաձայն գործընթացը և դրա հետևանքները հետևյալն են։ Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից խուսափելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև 3 տարի ժամկետով։ Եթե անձը խախտմամբ չի անցել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն, գտնվում է արտերկրում և չունի օրենքով սահմանված զինվորական ծառայությունից ազատման կամ տարեկետման հիմքեր, ապա մինչև օրենքով սահմանված տարիքային շեմը կարող է օգտվել հետևյալ հնարավորություններից։ Անցնել պարտադիր զինվորական ծառայություն 24 ամիս ժամկետով, անցնել պարտադիր զինվորական ծառայություն 12 ամիս ժամկետով, պետական բյուջե վճարելով 2 միլիոն 500 հազար դրամ։ Անցնել պարտադիր զինվորական ծառայություն 6 ամիս ժամկետով, պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ։ Անցնել պարտադիր զինվորական ծառայություն 1 ամիս ժամկետով, պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ։ Նա կարող է նաև չզորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր դեպք ունի իրավական առանձնահատկություն, ուստի նախքան որոշում կայացնելը նպատակահարմար է խորհրդակցել ձեր փաստաբանների կամ համապատասխան մասնագետների հետ։ 27-ից 37 տարեկան քաղաքացիներ։ Գործում է այլընտրանքային օրենսդրական կարգավորում, որը թույլ է տալիս խուսափած անձանց ազատվել քրեական հետապնդումից և ազատազրկումից, վճարելով սահմանված զրույգաչափը, օրինակ 15 միլիոն ՀՀ դրամ կամ անցնելով զինվորական ծառայության։ Այսինքն նախկին իրավիճակը, երբ նախկին օրենքով 27 տարին լրացած անձին անմիջապես սպասում էր քրեական հետապնդում, այն օրենքով այսօր փոխարինվել է ավելի լայն կարգավորմամբ, որը հնարավորություն է տալիս մինչև 37 տարեկանը օրինականացնել կարգավիճակը տարբեր տարբերակներով։